2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանահանձնման գործընթացի մասին հիմա հարցերը շատ են, իսկ պատասխաններ գրեթե չեն հնչում, բայց հնչած հարցերը հիմնականում այնքան ուժեղ փաստարկված են, որ լռությունը ամենաաղմկոտ պատասխանը կարելի է համարել։ Այն, որ 2018-ին հեղափոխություն տեղի չի ունեցել, հասկանում են բոլորը, բայց թե տեղի ունեցածը ինչ էր եւ գործող անձանցից ով ինչպիսի դերակատարում է ունեցել, դեռ հստակեցման կարիք ունի։ Այս ընթացքում ամենաշատ հարցերը ուղղվել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ գործընթացի գլխին ինքն էր կանգնած, ի պաշտոն է։ Հենց երրորդ նախագահի լռությունն է, որ հարցերի ու պատասխանների առիթ է դառնում։ Թեմայի վերաբերյալ դեռ 5 տարի առաջ երրորդ նախագահը խոստացել էր մամուլի ասուլիսով հանդես գալ, բայց առ այսօր այդ խոստումը կատարված չէ։ 2018 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության մաս կազմած ցանկացած գործչի հրապարակային խոսք առավել խորացնում են կասկածները, որոնք կապված են ուղիղ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունների հետ։ Օրերս հարցազրույցով էր հանդես եկել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր ԴԱԿ նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի մտերիմ, գուցե արդեն նախկին Միհրան Պողոսյանը, Բանանի Միհրանը, ով 2018-ին ՀՀԿ-ից Փաշինյանի օգտին քվեարկած պատգամավորներից մեկն է եղել։ Պողոսյանը անդրադառնալով իր քվեարկությանը ասել է. Ուրեմն կար քաղաքական որոշում։ Հանրապետական կուսակցությունը ուներ քաղաքական որոշում։ Եվ մի խումբ մարդիկ պետք է քվեարկեին, որ այդ մարդը դառնա վարչապետ։ Այդ մի խումբ մարդկանց մեջ կայի նաև ես։ Ես անձնապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը խոսալուց հետո քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Փաստորեն երրորդ նախագահի թիմակիցը բացահայտել է շատ կարևոր դրվագ։ Սերժ Սարգսյանն անձամբ է խոսել այն մարդկանց հետ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, եւ նրանք հենց նրա հետ հանդիպումից հետո են որոշել այդ քայլին գնալ։ Իր պատասխանի շարունակության մեջ Պողոսյանը կարծես բացահայտել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նրանց մոտիվացրել քվեարկել Փաշինյանի օգտին։ Խնդիրը շատ պարզ էր դրված։ Խնդիրը դրված էր հետևյալ կերպ. Մենք պարլամենտական երկիր ենք եւ պարլամենտը դա վերադաս մարմին է կառավարության։ Եվ օրենքի ուժով 1 տարի հետո վարչապետին ազգային ժողովը կարող էր հայտնել անվստահություն եւ ծրագիրը այդպես էր։ Այսինքն հաստատվում են այն տեղեկությունները, որոնք մենք հրապարակել էինք, այն է, Սերժ Սարգսյանը վստահեցրել է իր թիմին, որ կարճ ժամանակ անց հետ են վերցնելու իշխանությունը ու իրենք անհանգստանալու կարիք չունեն։ Այս տեղեկությունները հաստատում են նաև այլ ՀՀԿ-ականներ, իհարկե ոչ հրապարակային։ Այստեղ հարց է առաջանում. Սերժ Սարգսյանը ինքն էլ է հավատացել իր պլանին, թե այդ կերպ հանգստացրել է ՀՀԿ-ականներին, որպիսի իշխանահանձնման գործընթացը սահուն գնա։ Սրանք հարցեր են, որոնք դեռ իրենց պատասխանները պետք է ստանան։ Մնում է հասկանալ, թե ինչու հենց հիմա Միհրան Պողոսյանը որոշեց անկեղծանալ, արդյոք եղել են պայմանավորվածություններ, որոնք իր մասով չեն պահվել, ու հիմա ինքը թե Փաշինյանին, թե Սարգսյանին ուղերձ է հղում, որ եթե իր մասով պայմանավորվածությունները չվերականգնվեն, ապա ինքը կարող է խոսել, պատմել դրվագներ, որոնք հաստատ երկու կողմին էլ դուր չեն գա։